Ասուլիսը վերաբերում է նրան, թե ինչպիսի խաղաղություն մենք պետք է ունենանք եւ ինչպես ենք պատրաստվում այն ունենալ։ Եվ այս ասուլիսի ընթացքում ես կներկայացնեմ անվտանգության, Հայաստանի անվտանգության համակարգի եւ զինված ուժերի բարեփոխման մեր ծրագիրը։ Նախ այն, ինչ ես ներկայացրեցի իմ նախորդ ասուլիսում, որ վերաբերում էր Հայաստանի Հանրապետություն ադրբեջանական ներխուժումներին, ճիշտ էր, եւ դա հաստատվեց անկախ լրատվամիջոցների հետաքննություններով նաեւ, Factor TV, Ազատություն, Civilnet, Հետք եւ նաեւ անկախ լրագրողների էլի հետաքննություններով, օրինակ Թաթուլ Հակոբյան։ Դրանով մենք ապացուցեցինք նաեւ, որ Նիկոլ Փաշինյանը եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, այս իշխանությունը ստում է եւ գաղտնի ու թաքուն է պահել մեզանից այս ներխուժումների վերաբերյալ փաստերը։ Այս համերով հանդերձ բազմաթիվ են մեր հասարակությունում հարցերը, իրավացի հարցերը, որ քննադատելուց խնդիրները ներկայացնելուց զատ պետք են նաեւ լուծումներ։ Եվ հիմա նաեւ ես կներկայացնեմ այն լուծումները, որոնք պետք է մեզ բերեն իրական խաղաղություն։ Մենք ունենք հաստատված 6 քայլ մեր մասնագիտական հետազոտություններով, այդ 6 քայլը ես հիմա կներկայացնեմ։ Առաջինը, մեր պաշտոնավարման առաջին իսկ օրը ստեղծվելու է հատուկ ռազմական բարեփոխումների հանձնաժողով վարչապետի Նարընթեր, որին կտրվի 6 ամսվա մանդատ, որպեսզի ներկայացնի հստակ ծրագիր։ Հանձնաժողովը կունենա նաև ընթացիկ վերահսկողության գործառույթ։ Երկրորդ, հանձնաժողովին կտրվի նաև հստակ ժամկետներ եւ հաշվետվողականություն, որպեսզի մենք կարողանանք ցույց տալ, թե ինչպես կարող ենք եւ հանձնաժողովի մանդատը կլինի ցույց տալ, ինչպես կարող ենք ունենալ զսպման կարողություններ, մեր լիարժեք կարողություններ մեր պաշտոնավարման առաջին տարվա ավարտին, ինչպես հասնել ռազմական հավասարակշռության մեր հարևանի հետ մեր պաշտոնավարման առաջին ժամկետի ավարտին։ Եվ իհարկե այս գլխավոր հարցերից է լինելու ինչպես բարեփոխել եւ արդիականացնել մեր բանակը, որպեսզի մենք ունենանք մոբիլ բանակ, որը կարող է նաեւ տեղերում ունենալ լիարժեք կարողություններ տեղերում ակնթարթային որոշումներ կայացնելու։ Երրորդ, պետական ներդրումները անվտանգության բնագավառում։ Մինչև այս հանձնաժողովի կողմից ծրագրի ներկայացումը անհապաղ փոփոխություն կարվի օրենքում եւ օրենքի մակարդակով կամրագրվի, որ բանակի ֆինանսավորումը եւ մեր պաշտպանական ծախսերի ֆինանսավորումը չի կարող լինել հնայի 8%-ից ցածր։ Սա նշանակում է, որ մեր պաշտոնավարման առաջին տարվան հաջորդող տարուց սկսած մենք բանակի բյուջեն կավելանա 1 միլիարդ ԱՄՆ դոլարով։ Դրանից բացի այս գումարից 500 միլիոն դոլար, այսինքն կես միլիարդ դոլար կուղղվի ռազմաարդյունաբերական ծախսերին եւ ռազմաարդյունաբերական համալիրի զարգացմանը, տեղական կազմակերպություններից նաեւ տեղական կազմակերպությունների զարգացմանը խթանելու նպատակով հենց դրանք կուղղվեն այդ կազմակերպություններին։ Իհարկե մենք զուգահեռ կունենանք նաեւ անհապաղ ձեռնամուխ կլինենք տեղական ռազմաարդյունաբերական կազմակերպությունների կարողությունների զարգացմանը։ Մյուսը մեր անհապաղ քայլերից է լինելու համապարփակ անվտանգության համակարգի իրագործումը, ներդնումը եւ իրագործումը։ Սա նշանակում է, որ ճգնաժամային իրավիճակներում մեր երկրում կհաստատվի համակարգ, որը ամբողջությամբ երկիրը սկսում է աշխատել պաշտպանության համար։ Կառավարությունը, այսինքն պետությունը, մասնավոր հատվածը, տնտեսությունը, քաղաքացիները հստակ ունենալով դերաբաշխումներ աշխատում են երկրի հանուն երկրի պաշտպանության։ Սա չի նշանակում, որ բոլորը զենք են վերցնում գնում են բանակ իհարկե, սա նշանակում է, որ ամենը գիտի հստակ իր դերը եւ իրականացնելու է այդ դերը, այլ ոչ թե զբաղվելու է ինքնագործունեությամբ կամ ստիպված լինի պետության կառավարման որևէ քաղաքականության բացակայության պատճառով մարդիկ ստիպված են լինում իրենք ուղիներ որոնել, որպեսզի օգնեն մեր բանակին, օգնեն մեր պաշտպանությանը։ Եվ օրինակ կարող են բերել, օրինակ պետությունը պետք է հստակ հաշվառված իմանա, ասենք որևէ քաղաքում կա օրինակ ենթադրենք կոշիկ կարելու հնարավորություն ունեցող կազմակերպություններ կամ հացի փուր ենթադրենք եւ դրանք բոլորը պետք է հստակ
ծրագրված իմանան, որ օրինակ ճգնաժամային իրավիճակներում կամ աստված չանի որևէ պատերազմի ժամանակ նրանք բոլորը միանգամից ձևափոխում են աշխատանքը եւ աշխատում են արդեն հանուն երկրի պաշտպանության։ Քայլ 5-րդ. ճշմարտություն եւ պատասխանատվություն։ Մեր իշխանության գալուց անմիջապես հետո հրապարակելու ենք երկու կարևորագույն զեկույցներ։ 2016 թվականի քառօրյա պատերազմի վերաբերյալ ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի զեկույցը, որն այդպես էլ չհրապարակվեց, եւ 2020 թվականի 44-օրյա պատերազմի վերաբերյալ զեկույցը։ Ակնհայտ է, որ հատկապես 2020 թվականի 44-օրյա պատերազմի զեկույցով այս իշխանությունը փորձում է թաքցնել իր ձախողումները, մեր հասարակությունում կան բազմաթիվ հարցեր, եւ այդ հարցերի մեր հասարակությունն ունի իրավունք ստանալու այդ հարցերի պատասխանները, եւ մենք դա լիարժեք կապահովենք։ Մյուսը 6-րդ կետը խելամիտ սահմաններ եւ թվային պաշտպանություն։ Մենք զարկ ենք տալու ժամանակակից բանակի կառուցմանը, ժամանակակից տեխնոլոգիաներով, մարդկային նաև ներուժի հնարավորինս նվազ ներգրավման, բայց լիարժեք սարքավորումների, արհեստական բանականության, նաև սարքավորումների օգտագործման։ Այստեղ շատ կարևոր է բանակի հետախուզական կարողությունների զարգացումը, որը մենք պետք է շեշտադրենք անպայման, որպեսզի նաև դա անվտանգության համակարգի հիմքերում լինի։ Մեզ համար անհրաժեշտ է, որպեսզի եռաշերտ համակարգ այստեղ գործի։ Ավտոմատ վաղ ազդարարում եւ ավտոմատ հայտնաբերում, իրական ժամանակում ազդանշան եւ արագ արձագանք։ Սրանից զատ մենք նաեւ բնականաբար բարձրացնելու ենք մեր զինվորականների նկատմամբ վերաբերմունքը եւ արժանապատիվ վերաբերմունք, որ ոչ թե սպան դիտվի, ինչպես այս իշխանության օրոք է, զինվորականը սպան դիտվի որպես բեռ, սոցիալական բեռ, այլ մեր պետության կարևորագույն հենասյուներից։ Եվ առհասարակ սա պետք է լինի մեր բանակի նկատմամբ վերաբերմունքը։ Մեզ համար կարևորագույն նպատակներից է սահմանների անառիկ պահելը, Հայաստանի պետական սահմանների, եւ դրա համար մենք այնպես ենք վերափոխելու պաշտպանության, երկրի պաշտպանության համակարգը, որպեսզի կատարվի այդ խնդիրը, ներգրավելով տարբեր համակարգեր։ Օրինակ, Հայաստանի սահմանների անառիկության պաշտպանության կարևորագույն գործառույթ է կատարում Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը սահմանապատ զորքերով։ Այստեղ նույնպես կարողությունները պետք է հատկապես սահմանների անառիկ պահելու հետ կապված ուժեղացվեն։